Բարև ձեզ, հրաշքի հետ կապված F-Net Telecom ընկերության աշխատակիցներին ես մի քանի հարց ունեմ։ Ինչ է հրաշք բառը նշանակում ձեզ համար։ Կարծում եմ հրաշքը հենց մեր կյանքն է։ Հրաշքը մարդու կողմից դրված նպատակների իրականացումն է։ Որ օրինակ, եթե ինչ-որ բան թվում է անիրական, չիրականացող ու այն կատարվում է։ Ինչ-որ անսպասելի ու դրական փոփոխություն։ Երբ ոչինչից ստեղծվում է ինչ-որ մի բան։ Դա մի բան է, որը որ չես սպասում, որ ընդհանրապես մտքովդ էլ չի անցնում, որ կարող է նմանատիպ ինչ-որ մի բան տեղի ունենա ու ոնց որ տեղի ունենում է։ Որն է ամենափոքր, բայց կարևոր հրաշքը ձեր առօրյայում։ Ամենափոքրը չէ, կարծում եմ հենց ամենամեծ հրաշքը ինձ շրջապատող հարազատ մարդիկ են։ Աշխատանքային նպատակների իրագործումը։ Ամեն օր արթնանալիս ես գիտեմ, որ ես ուղևորվում եմ դեպի իմ աշխատանքային վայր, F-Net Telecom, որտեղ որ անցկացնում արդեն մոտ 10 տարի ու դրա համար շատ ուրախ եմ ու դա իմ համար մեծ հրաշք է նույնիսկ։ Դիմացինի ժպիտը ու դրական էներգիան։ Իմ երեխաները, իմ կյանքի ամենակարևոր հրաշքներն են։ Օրը լավ է անցնում, դա իրոքից հրաշալի է։ Մասնագիտական հաջողություններ ընտանիքումս լավ օր էր։ Ինչ հրաշք կցանկանայիք, որ ձեր կյանքում լիներ։ Կարծում եմ, որ հասցնեի աշխարհի բոլոր տեղերում լինել, անգամ ամենախուլ վայրում ու ամեն ինչ բացահայտեի։ Կուզեմ, որ ոչ մեկ չհիվանդանա եւ ովքեր էլ որ հիվանդ են, բուժվեն։ Ես ընդհանրապես կյանքում ոչ մի առողջական խնդիր չունենամ։ Մի քիչ ավելի շատ հոգատարություն։ Որ առողջ լինեն բոլոր հարազատ մարդիկ ու ես էլ։ Աշխատանքային կյանքում եղել է մի բան, որը կարող եք անվանել հրաշք։ Դեռ ոչ։ Իրականում ես մտածում եմ, որ իմ գոլեգաների համար հրաշք է вообще, որ ես հաճախում եմ գործի։ Եղել են դեպքեր, երբ թվում էր, թե ելք չկա, բայց համառ աշխատանքի շնորհիվ, ճիշտ որոշումներ կայացնելու շնորհիվ այն հաղթահարվել է ու այդ օրվանից սկսած սկսում ես հավատալ, որ իսկապես հրաշքներ կան։ Կարծում եմ F-Net-ում նոր դրական մարդկանց ճանաչելը իսկապես հրաշք էր։ Որ անընդհատ նոր մարդկանց հետ ես ծանոթանում, նոր աշխատակիցներ են գալիս, ընդունում աշխատանքի ու մեկը մյուսից լավ մարդիկ են իրանք ու կարելի է դա անվանել հրաշք, որ տենց անընդհատ նոր մարդկանց հետ ես ծանոթանում։ Աշխատավարձի օրերը կարծում եմ բոլորիս համար էլ հրաշք օրեր են։ Ձեր կարծիքով հրաշքները լինում են ինքնուրույն, թե մարդիկ են ստեղծում։ Կարծում եմ մարդիկ են ստեղծում ու հատկապես F-Net-ի մարդիկ։ 90% մարդու կողմից, 5% բախտի կմաճիկ։ Մարդիկ են ստեղծում, մեր նման մարդիկ, օրինակ F-Net-ցիներ։ Մարդիկ են ավելի շատ ստեղծում հրաշքներ, մասնավորապես F-Net-ի աշխատողներն են։ Հրաշքները ստեղծում են հենց մարդիկ, մենք հենց F-Net-ի աշխատակիցներով։ Հրաշքները ստեղծում են F-Net-ցիները։ Զանգահարեք 8988 հեռախոսահամարով եւ իմացեք, թե ինչ հրաշքներ են ստեղծում F-Net Telecom ընկերության աշխատակիցները։